Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես են պատկերացնում կառավարության հետագա աշխատանքը Գյումրու նորընտիր համայնքապետ Վարդան Ղուկասյանի հետ, նշել է. Աշխատանքը աշխատանք է, կառավարությունը իր աշխատանքն է անում, իր օրակարգով, իր ռազմավարություններով, տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքի կանոններ կան, այդ կանոնները պետք է պահվեն։ Սահմանազատման գործընթացի շարունակության տրամաբանության հետ կապված մեր առաջարկությունը գրավոր կերպով փոխանցել ենք Ադրբեջանին եւ սպասում ենք պատասխանին։ Խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին անդրադառնալիս ասել է վարչապետը. Հենց խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակներում մենք ֆիքսել ենք, որ մենք պատրաստ ենք պարզեցումների, ընթացակարգերի պարզեցումների եւ ըստ էության 4 հիմնական սկզբունքների պահպանման։ Առաջինը տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն։ Փոխադարձությունը ինչի համար է, որովհետեւ հիմա մենք այս փուլում առաջարկում ենք, որ երկաթուղային կապը բացենք, մասնավորապես Հորադիս երասգծի վրա, որտեղ եւ Ադրբեջանից Ադրբեջան-Հայաստանի տարածքով եւ Հայաստանից Հայաստան-Ադրբեջանի տարածքով իրականացվեն բեռնափոխադրումներ եւ մենք հենց այսօր պատրաստ ենք գնալ այդ լուծումների